Ակունքցիները տոնում են իրենց գյուղի վերաբնակեցման 196-րդ տարելիցը։ Տոնը մեկնարկում են 2025 թվականին վերահոսված Սուրբ Մեսրոպ եկեղեցում ժամերգությամբ։ Արդեն 1 տարի է, ինչ կանգուն է եւ հիմնանորոգված իր դռները բացել է բնակչության առջև Ակունք գյուղի մեր այս Սուրբ Մեսրոպ եկեղեցին։ Սա վկայություն է այն բանի, որ այս համայնքը հոգևոր առումով կենդանի է եւ այս համայնքը կարիք ունի Աստծո խոսքը լսելուն եւ Աստծուն իր խոնարհուն ու սերը բերելուն։ Ակունքցիների նոր Բայազետից գաղթած նախնիներն իրենց հետ բերում եւ սերունդներին են ժառանգում իրենց լեզուն, հավատը, մշակութային արժեքները։ Նախնիների հիշատակին հարգանքի տուրքով եւ գյուղի պատմությունը ներկայացնող համառոտ ակնարկով շարունակվում է տոնական միջոցառումը։ Գյուղի պատմության համար կարևոր նշանակություն ունեցող օրը ակունքցիների կողքին են նաեւ տեղական ինքնակառավարման մարմինները, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի գլխավորությամբ։ Այստեղ է դրվել մեր ինքնության առաջին քարը եւ այստեղ է բաբախում մեր հավաքական սիրտը։ Շնորհավորում ենք բոլորիս Ակունք գյուղի հիմնադրման օրվա կապակցությամբ։ Առանձնահատուկ շնորհավորական ու շնորհակալական խոսք ենք ուղղում Ակունք բնակավայրի ղեկավար Նիկոլա Խաչատրյանին, Ակունք գյուղի պատմության մեջ առաջին անգամ Ակունք գյուղի հիմնադրման օրը եւ Ակունքցու միասնության տոնը նշելու համար։ Տոնական տրամադրություն ապահովում են Վարդենիսի եւ Ակունքի մշակութային կրթության հաստատությունների սաների անհատ կատարողների ելույթները ներկաներին միավորելով շուրջ պարի մեջ։
Ակունք գյուղի տոնը եզրափակում են մատաղի արարողությամբ։